Աշնանային խաղաղ երեկո էր։ Մեր տանը միշտ թարմ թխված հացի ու չորացրած ուրցի հոտն է բուրում։ Ես ու հարսս, Մարիամը, նստած էինք խոհանոցում։ Արմենը որդիս դեռ աշխատանքից չէր վերադարձել։ Մարիամը ժպիտով պատմում էր, թե որքան երջանիկ է, որքան հոգատար է Արմենը, եւ թե ինչպես է ինքն իրեն զգում որպես թագուհի նրա կողքին։ Ես նայում էի նրա ջինջ աչքերին ու սիրտս կծկվում էր։ Մարիամը մեր տուն էր եկել ընդամենը 1 տարի առաջ, իր հետ բերելով լույս ու հավատ, բայց ես որպես մայր գիտեի այն ինչը թաքնված էր այդ կատարյալ պատկերի հետևում։ Գիտեի այն ստվերը, որն Արմենը կրում էր իր մեջ տարիներ շարունակ, եւ որը վաղ թե ուշ պետք է դուրս գար։ Մարիամ, բալես, ձայնս մի փոքր դողաց, երբ սուրճը լցնում էի բաժակների մեջ։ Դու հիմա շատ երջանիկ ես, ու ես դրա համար Աստծուն շնորհակալ եմ, բայց կյանքը միայն այս վարդագույն օրերը չեն։ Մարիամը ծիծաղեց, այն անմեղ ծիծաղով, որը միայն նրանք ունեն, ովքեր դեռ չեն բախվել դառը իրականությանը։ Մայրիկ ջան, գիտեմ, որ դժվարություններ կլինեն, բայց Արմենը, նա ուրիշ է, նա երբեք ինձ չի նեղացնի, նա այնքան հանգիստ է, այնքան հավասարակշռված։ Ես նստեցի նրա դիմաց, ձեռքերս դրեցի սեղանին։ Դրանք աշխատանքից կոշտացած երակոտ ձեռքեր էին, որոնք տեսել էին Արմենի թե վերելքները, թե սարսափելի անկումները։ Լսիր ինձ, աղջիկս, դու տեսնում ես այն Արմենին, որին նա ստեղծել է քեզ համար, բայց կա մի ճշմարտություն, որը ես չեմ կարող այլևս թաքցնել, ոչ թե որովհետև ուզում եմ ձեր արանքը խառնել, այլ որովհետև դու պետք է պատրաստ լինես այն մարդուն, ում հետ պատրաստվում ես ծերանալ։ Մարիամի դեմքի ժպիտը կամաց մարեց։ Նա զգաց ձայնիս մեջ եղած ծանրությունը։ Ինչ նկատի ունեք, մայրիկ։ Արմենը հանգիստ չէ, Մարիամ։ Նա պարզապես լռում է։ Նա լռում է այնպես, ինչպես հայրն էր լռում։ Դու կարծում ես նրա նախկին կինը, Անին, հեռացավ, որովհետև բնավորությունները չհամընկան, ինչպես Արմենն է ասում։ Ոչ, բալես։ Անին հեռացավ, որովհետև Արմենը մի գիշերում կարող է դառնալ օտար մարդ։ Նա ունի մի տեսակ սառնություն, որը քարացնում է ամեն ինչ իր շուրջը։ Ես սկսեցի պատմել։ Պատմեցի այն տարիների մասին, երբ Արմենը, դեռ երիտասարդ, կորցրեց իր առաջին գործը ու ամիսներով փակվեց իր սենյակում, չխոսելով ոչ մեկի հետ։ Պատմեցի, թե ինչպես էր նա անտեսում Անիի արցունքները, երբ վերջինս աղաչում էր պարզապես խոսել, կիսվել։ Պատմեցի, թե ինչպես է նա կարողանում ամիսներով մարդուն ջնջել իր կյանքից, եթե այդ մարդը մի փոքր սխալ թույլ տա։ Նա չի ներում, Մարիամ։ Արմենը չգիտի, թե ինչ է ներելը։ Նրա սերը պայմանական է։ Քանի դեռ դու անում ես այն ամենը, ինչ ինքն է պատկերացնում, դու թագուհի ես։ Բայց հենց մի օր դու ցույց տաս քո թուլությունը, հենց մի օր սխալվես կամ հիվանդանաս ու չկարողանաս լինել այն կատարյանը, նա կդառնա քո ամենամեծ օտարը։ Մարիամի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա փորձեց ընդհատել ինձ։ Բայց նա ինձ սիրում է, նա ամեն օր ծաղիկներ է բերում, նա… Ծաղիկները դիմակ են, կտրեցի ես։ Ես նրա մայրն եմ, ես նրան սիրում եմ ավելի շատ, քան որևէ մեկը, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ դու էլ կործանվես այդ լռության մեջ։ Ես տեսել եմ, թե ինչպես նա իր հորը թողեց միայնակ իր վերջին օրերին, որովհետև հայրը մի ժամանակ նրան քննադատել էր։ Արմենը հիշաչար է, Մարիամ, նա իր ներսում պահում է բոլոր նեղացվածությունները ու մի օր դրանք պայթում են, ոչ թե ճիչով, այլ սառը անտարբերությամբ։ Ես պատմեցի նաև այն գումարների մասին, որոնք նա վատնել էր տարիներ առաջ, փորձելով ապացուցել բոլորին, որ ինքը հզոր է, ու թե ինչպես ես ու հայրը տունը վաճառեցինք, որ նրան փոսից հանենք, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չասաց։ Նա համարեց, որ դա մեր պարտքն էր։ Մարիամը գունատվել էր։ Նրա աչքերում սարսափ կար, բայց ոչ թե Արմենից, այլ ինձնից։ Նա չէր ուզում հավատալ։ Նա չէր ուզում, որ իր ստեղծած հեքիաթը փշրվի։ Ինչու եք սա ինձ ասում հիմա, ինչու հիմա, երբ ես երեխայի եմ սպասում։ Այդ պահին սիրտս կանգ առավ։ Ես չգիտեի այդ մասին։ Խոհանոցում տիրեց այնպիսի լռություն, որ լսվում էր միայն պատի ժամացույցի միապաղաղ չխ-չխը։ Որովհետև, շարունակեցի ես ավելի մեղմ, բայց հաստատակամ, եթե դու երեխա ես ունենալու, դու պետք է լինես կրկնակի ուժեղ։ Դու չպետք է կոտրվես, երբ նա սկսի իր լռության խաղերը։
Դու պետք է իմանաս, որ նրա բնավորությունը քո մեղքը չէ։ Դու պետք է պատրաստ լինես լինել եւ մայր, եւ հայր, եթե նա մի օր որոշի, որ հոգնել է պատասխանատվությունից։ Մարիամը վեր կացավ, նրա հայացքը փոխվել էր, այնտեղ այլևս չկար այն ջերմությունը, որով նա նայում էր ինձ ընդամենը 10 րոպե առաջ։ Դուք չար եք, շշնջաց նա։ Դուք պարզապես նախանձում եք մեր երջանկությանը։ Դուք ուզում եք, որ ես էլ ձեր նման դժբախտ լինեմ։ Արմենը այդպիսին չէ, դուք ստում եք ձեր սեփական որդու մասին։ Նա դուրս վազեց խոհանոցից, իսկ ես մնացի նստած։ Ես գիտեի, որ նա այդպես է արձագանքելու։ Մարդիկ երբեք պատրաստ չեն լսել այն ճշմարտությունը, որը քանդում է իրենց պատկերացրած աշխարհը։ Քիչ անց լսվեց մեքենայի ձայնը։ Արմենն էր։ Ես լսում էի նրանց ձայները հյուրասենյակում։ Մարիամը լաց էր լինում, իսկ Արմենը լռում էր։ Հենց այդ նույն լռությամբ, որի մասին ես զգուշացնում էի։ Նա նույնիսկ չէր փորձում նրան հանգստացնել կամ հարցնել, թե ինչ է պատահել։ Նա պարզապես սպասում էր, որ նրա հիստերիան անցնի։ Այդ երեկոյից հետո մեր հարաբերությունները փոխվեցին։ Մարիամը դարձավ սառը ու պաշտոնական։ Նա այլևս ինձ հետ սուրճ չէր խմում, չէր կիսվում իր մտքերով։ Նա կարծում էր, թե ես թշնամի եմ։ Իսկ Արմենը, նա ամեն ինչ հասկացել էր։ Նա միայն մի անգամ նայեց աչքերիս մեջ, այն սառը դատարկ հայացքով, որը ես տեսել էի նրա հոր աչքերում, ու ասաց. «Իզուր էր մայրիկ, մեկ է նա ինձնից չի հեռանալու, նա արդեն կապված է»։ Անցան ամիսներ, ծնվեց նրանց որդին։ Ես տեսնում էի, թե ինչպես է Մարիամի դեմքից օրեցօր անհետանում կյանքը։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա փորձում ժպտալ, երբ Արմենը ներս է մտնում, ու թե ինչպես է նրա ձեռքը դողում, երբ Արմենը դժգոհ հայացքով նայում է տան անկարգությանը։ Մի գիշեր, երբ Արմենը հերթական անգամ լռության պատի մեջ էր, Մարիամը մտավ իմ սենյակ։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես նստեց մահճակալիս եզրին ու գլուխը դրեց ուսիս։ Նա լաց չէր լինում։ Նա պարզապես դատարկ էր։ «Դուք ճիշտ էիք», շշնջաց նա այնքան ցածր, որ հազիվ լսեցի, բայց ես պատրաստ չէի դրան։ Ես կնախընտրեի ապրել ստի մեջ, քան այս սառնության։ Ես գրկեցի նրան։ Ես գիտեի, որ հիմա է սկսվում նրա իսկական փորձությունը։ Մեր ընտանիքներում հաճախ են լռում ճշմարտության մասին, հանուն ամոթի կամ խաղաղության։ Բայց ես չէի կարող լռել։ Ես ուզում էի, որ նա գիտակից լինի, նույնիսկ եթե դա նրան ցավ պատճառեր։ Հիմա, երբ նայում եմ թոռնիկիս, սիրտս ցավում է։ Նա ինքան նման է հորը։ Ու ես աղոթում եմ միայն մի բանի համար, որ այս շղթան մի օր կտրվի, որ այս տանը լռությունը փոխարինվի խոսքով, իսկ սառնությունը ներողամտությամբ։ Ճշմարտությունը երբեք հեշտ չի լինում, այն դառն է, ինչպես մեր սարերի ուրցը, բայց նաև բուժիչ է, եթե կարողանում ես այն ընդունել։ Մարիամը պատրաստ չէր, բայց հիմա նա գիտի, իսկ գիտակցությունը առաջին քայլն է դեպի ազատություն, նույնիսկ եթե այդ ազատությունը տխուր է։